Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, տուժածներ չկան, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Երևանն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում հնչող կրակոցներն անհասցեն եւ սակավաթիվ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա նշել է, հայկական կողմը հնարավորինս արագ օբյեկտիվ արձագանքում է, երբ կա խնդիր, իսկ այս պահին հարաբերականորեն կայուն է։ Սարգսյանը նաեւ վստահեցրել է, այս պահին սահմանին կուտակումներ չկան, բայց նման խնդրի դեպքում Պաշտպանության նախարարությունն անվտանգային կազմակերպական միջոցառումներ կիրականացնի։ Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով, հայտնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել, այսպիսով Մարտուն Գրիգորյանն ավականու անդամության ինքնաբացարկ է հայտնել։ Գյումրիի ավականու առաջին նիստը նախատեսված է ապրիլի 16-ին, ամենայն հավանականությամբ այն կվարի Կոմկուսից քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, որպես ավականու ամենատարեց անդամ։ Արցախցիներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել, հավաքվածներն արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել իրենց պահանջագիրը։ Դրա կետերից են Գերինարի վերադարձի ուղղությամբ քայլերն ու Արցախ վերադառնալու հարցը, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի, ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղված միջազգային գործընթաց եւ ապահովի արժանապատիվ պայմաններով արցախցիների վերադարձ հայրենիք։ Դատախազությունից էլ նրանք պահանջում են, որ իրավապահներն ընթացք տան արցախցիների նկատմամբ պատելության քարոզին ու պատժեն ատելություն տարածող եւ հրահրող մարդկանց։ Ակցիայի մասնակիցները նաև այրել են ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, որով գործող իշխանությունները խոստացել էին ապահովապացնել Շուշին եւ Հադրութը։ 2025 թվականի ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում կրոնական ազատության խախտումներին, ինչպես նաև հայկական հուշարձանների ոչնչացմանն ու այլ խնդիրներին։ Նշվում է Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ կրոնական ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, նաև մեջբերվում Freedom House-ի զեկույցը, որ Ադրբեջանը 2020 եւ 23 թվականների ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է համապարփակ համակարգված ռազմավարություն Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից եւ պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ։ Զեկույցում նշվում է, ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին պետք է շարունակի պահել հատուկ վերահսկման ցանկում, աջակցի անկախ միջազգային դիտորդների Արցախ այցի կազմակերպմանը, նպատակ ունենալով ստուգել, փաստագրել մշակութային արժեքները եւ գույքագրել դրանք։ Ապրիլի 19-ին Հռոմում հնարավոր է տեղի ունենա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ։ Ըստ տեղեկությունների Թրամփի վարչակազմը գոհ է Օմանում անցկացված բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել է ըստ պլանի եւ անուղղակի ձևաչափով։ Այժմ Սպիտակ տունը ցանկանում է այն փոխել ուղիղ ձևաչափի։ Երկու գլխավոր բանակցողները ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին զրուցել են շուրջ 45 րոպե։ Միացյալ Նահանգների եւ Իրանի պաշտոնյաների միջև 8 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի երկխոսությունը որակվել է որպես բովանդակային, լուրջ եւ գերազանց։ Թուրքիան ապրիլի 15-ից 16-ը Անկարայում կհյուրընկալի Սև ծովի անվտանգությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպում, որին կմասնակցեն մի շարք օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչներ։ Քննարկվելու են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հնարավոր հրադադարից հետո անվտանգության միջոցառումները, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Թեև գերատեսչությունը չի բացահայտել, թե որ երկրներն են մասնակցելու հավաքին, սակայն հաստատել է՝ ռուս պաշտոնյաները չեն լինի մասնակից պատվիրակությունների շարքում։